Բարի գալուստ մայրիկների ակումբ։ Լինել մայրիկ կնշանակի լինել լավատես, խելացի ու բանիմաց։ Մայրիկների ակումբին մասնակցելու համար պետք է լինել հենց այդպիսի մայրիկ։ Նրանք փորձառու են, խելացի ու տեղեկացված։ Ծանոթանանք մեր այսօրվա խաղի 3 մասնակիցների հետ։ Լիպսիմե Մարտիրոսյան, 33 տարեկան, Լիպսիմեն 10-ամյա Աստղիկի, 7-ամյա Անի և 1 տարեկան Ալեքսի մայրիկն է։ Բազմազավակ մայրիկը երբեմն չի հասցնում գործերը, այդ ժամանակ նրան օգնության է հասնում ավագ դուստրը։ Աստղիկն օգնում է մայրիկին ինչպես կենցաղային գործերում, այնպես էլ փոքր եղբոր խնամքի հարցում, իսկ եղբայրն ամենևին դեմ չէ և սիրով ընդունում է քույրիկի օգնությունը։ Անի Վարդանյան, 26 տարեկան, Անիի դստրիկը Գոհարը 1 տարեկան է, Անին և նրա ամուսինը կինոթատրոն կամ համերգ գնալիս ստիպված չեն լինում փոքրիկին թողնել հարազատներից որևէ մեկի մոտ։ Արդեն 2 ամսականից փոքրիկ Գոհարը բոլոր միջոցառումների ժամանակ ընկերակցել է ծնողներին։ Կամակորություն չի անում, թողնելով, որ մայրիկն ու հայրիկը իր հետ միասին վայելեն երեկոն։ Էվելինա Մարտիրոսյան, 23 տարեկան, Էվելինայի առաջնեկը Սյուզաննան 1 տարեկան է։ Մայրիկը սպասում է երկրորդ փոքրիկին, հղիության 3-րդ ամսում է։ Էվելինան պատմեց, որ երկրորդ հղիությունը այսքան շուտ է պլանավորել, որպեսզի երեխաների միջև տարիքային տարբերություն շատ չլինի, քանի որ կարծում է, այդպես նրանք ավելի մտերիմ կլինեն։ Ողջույն մայրիկներ։ Ողջույն։ Շատ ուրախ եմ ձեզ տեսնել մեր տաղավարում։ Ես իհարկե փոքրիկ տեսանյութերի օգնությամբ իմացա ձեր մասին, ձեր հրաշքների մասին։ Առաջարկում եմ մի քիչ խոսել երեխաների տարիքային տարբերության մասին։ Անին ունի 1 երեխա։ Անի, հետաքրքիր է ձեր կարծիքով ո՞րն է լավագույն տարիքը, այ դադարը որքան պետք է լինի եւ դուք երբեք պլանավորում երկրորդը։ Ես կարծում եմ պետք է 4 տարի առնվազն լինի դադարը եւ այդ ժամանակ էլ երևի կպլանավորեմ։ Ինչու հենց 4 տարի Անի։ Իմ կարծիքով պետք է յուրաքանչյուր երեխային իրեն արժանի ուշադրություն դարձնես, իսկ ինձ թվում է միանգամից 2 երեխա փոքր տարիքում շատ դժվար է։ Դուք կսպասեք 4 տարի։ Այո։ Շատ լավ։ Լիպսիմեն բազմազավակ մայրիկ է, 3 երեխաներ ունի, հետաքրքիր է մեզ ձեր օրինակը, որքան է երեխաների միջև տարիքային տարբերությունը Լիպսիմեն։ Մեծ աղջկաս եւ փոքր աղջկաս միջև տարբերությունը 3 տարի է, իսկ մեծ աղջկաս եւ տղայիս տարբերությունը 10 տարի է, ու դժվարությունը իմ դեպքում չի եղել, որովհետեւ մեծ աղջիկս ինձ շատ է օգնել տղայիս խնամելու հարցում։ Իսկապես 10 տարեկան աղջիկը մայրիկի համար օգնական է։ Դուք քանի որ տարբեր փորձեր ունեք, հետաքրքիր է որ տարիքն է ձեր կարծիքով լավագույնը։ Ինձ համար 3 տարին բավական է, լավ է։ 3 տարին կարծում եք բավական։ Իմ փորձից ելնելով։ Այլ կարծիք ունի մեր երրորդ մայրիկը, Էվելինան, հերոս մայրիկ եմ ձեզ ուզում ասել Էվելինա, Էվելինայի աղջիկը 1 տարեկան է եւ նա պատրաստվում է երկրորդ բալիկն ունենալ, քանի ամսից Էվելինա։ Դեռ փոքր է հղիությունը, հա, 3 ամսական է, չնայած որ ես կարծում եմ լավագույն տարիքը 2 տարեկանն է տարբերությունը, բայց կփորձենք այնպես անել, որ երկուսին էլ ուշադրությունը տանք համապատասխան, մամայական ջերմությունը լինի երկուսի համար էլ հավասար։ Ես կարծում եմ հայ մայրիկի համար ոչ մի բարդություն չկա եւ եթե կա ցանկություն դուք հաստատ կկարողանաք հավասարաչափ բաշխել ձեր ուշադրությունը։ Իհարկե մի փոքր ձեզ համար է դժվար լինելու, բայց ասում են հետո շատ ավելի հեշտ է լինում Էվելինա։ Սիրելի մայրիկներ, հետաքրքիր է ձեր կարծիքը, տեսակետը, բայց առավել հետաքրքիր է լինելու ձեզ հետ խաղալը։ Առջևում ունենք 3 հետաքրքիր փուլեր, սկսում ենք առաջին փուլից եւ ձեզ առաջարկում եմ ծանոթանալ առաջին փուլի կանոններին։ Առաջին փուլում մասնակիցներից յուրաքանչյուրը կպատասխանի 5 հարցի, ճիշտ պատասխանը մայրիկին կբերի 1 միավոր։ Մայրիկների ակումբում սկսված է մեր այսօրվա խաղի առաջին փուլը։ Մայրիկներ, առաջին փուլի ընթացքում ես ձեզանից յուրաքանչյուրին կուղեմ 5 հարց եւ ենթադրում եմ կարճ, հստակ, արագ պատասխաններ։ Պատրաստ եք մայրիկներ։ Խաղը սկսում ենք մեր առաջին մասնակցի հետ, Անիի հետ։ Անի ժպիտով, կարծում եմ շատ ավելի հեշտ կհաղթահարեք հարցերը։ Սկսում ենք առաջին հարցից։ Արդյոք հնարավոր է կարճատեսության զարգացումը դադարեցնել աչքի հատուկ վարժությունների շնորհիվ։ Այո։ Ճիշտ է պատասխանը։
Հաջորդ հարցը։ Ինչպես է արտահայտվում կարմրուկը։ Նշեք առնվազն 1 ախտանշան։ Կարմիր կետիկների միջոցով։ Այո, կարմրախտի ժամանակ երեխայի մաշկի վրա ցանավորում է որոշակի լինում, ինչպես նաև ջերմության բարձրացում, վերին շնչուղիների լորձաթաղանթների բորբոքում, բայց ամենատեսանելին ձեր նշած ախտանշանն էր, ճիշտ է պատասխանը անի։ Հաջորդ հարցը։ Արդյոք համային խանգարում ունենալու դեպքում պետք է դիմել սննդաբանի։ Այո։ Սխալ է պատասխանը, իհարկե շեղող հարց է, բայց սննդաբանի պետք չէ դիմել, պետք է դիմել նյարդաբանի։ Հաջորդ հարցանի։ Արդյոք շլության զարգացման պատճառ կարող է հանդիսանալ կարճատեսությունը։ Այո։ Ճիշտ է պատասխանը, Անի, վերջին հարցն եմ հնչեցնում։ Արդյոք կնոջ հղիության ընթացքում ամուսինն առանց կնոջ համաձայնության իրավունք ունի ամուսնալուծության դիմում ներկայացնելու։ Ինձ թվում է կապ չունի հղիության ընթացքում, բայց այո։ Անի սխալ է պատասխանը։ Շնորհակալություն հարցերին պատասխանելու համար։ Տեսնենք, թե ինչպես է հարցերին պատասխանելու մեր երկրորդ մասնակիցը Ռիփսիմեն։ Ռիփսիմեն ժպտում է, նշանակում է պատրաստ է։ Ռիփսիմեն, արդյոք ամուսինները կարող են ունենալ ընդհանուր ազգանուն, որը ներառում է ամուսինների ազգանունները միաժամանակ։ Այո։ Ճիշտ է պատասխանը։ Հաջորդ հարցը։ Արդյոք ստրեսային վիճակի հակված են բարձր ինքնագնահատականով մարդիկ։ Հակված են։ Ոչ։ Ճիշտ է պատասխանը, սովորաբար հոգեբանները փաստում են, երբ մարդու ինքնագնահատականը բարձր է, նա ավելի քիչ է խոցելի ստրեսային իրավիճակներում։ Հաջորդ հարցը։ Արդյոք շնչահեղձուգի հիմքում ընկած է թթվածնի պակասը եւ ածխաթթու գազի գերկուտակումն արյան մեջ ու հյուսվածքներում։ Այո։ Ճիշտ է պատասխանը։ Արդյոք կոնյուկտիվիտը ակնագնդերի եւ կոպերի լորձաթաղանթի բորբոքում է։ Այո։ Ճիշտ է պատասխանը եւ վերջին հարցը։ Արդյոք պրոգեստերոն հորմոնի պակասը կարող է անպտղության սպառնալիք ստեղծել։ Այո։ Ճիշտ է պատասխանը։ Շնորհակալություն Ռիփսիմե եւ մենք խաղը շարունակում ենք մեր երրորդ մասնակցի հետ, Էվելինայի հետ։ Էվելինա, լավ է տրամադրությունը։ Շատ լավ է տրամադրությունը։ Լսեք ձեր առաջին հարցը։ Արդյոք ծնողական իրավունքները կարող են վերականգնվել, եթե ծնողը փոխել է իր վարքագիծը։ Այո։ Ճիշտ է պատասխանը։ Արդյոք պոլինևրիտը ստամոքսաղիքային հիվանդություն է։ Այո։ Սխալ է պատասխանը, իրականում դա նյարդային հիվանդություն է։ Հաջորդ հարցը, Էվելինա։ Արդյոք կարմրախտը վարակիչ հիվանդություն է։ Այո։ Ճիշտ է պատասխանը։ Արդյոք ֆոլաթթուն անհրաժեշտ է պտղի նյարդային համակարգի ձևավորման համար։ Նաև դրա համար, այո։ Դուք ընդունում եք ֆոլաթթու։ Այո։ Շատ լավ եւ վերջին հարցը Էվելինա։ Արդյոք նորմալ է համարվում հղիության ընթացքում հաճախակի միզարձակումը։ Այո։ Ճիշտ է պատասխանը, շնորհակալություն Էվելինա պատասխանելու համար։ Սիրելի մայրիկներ, հիանալի հաղթահարեցիք առաջին փուլը եւ ժամանակն է պարզելու միավորները։ Սկսենք մեր առաջին մասնակցից Անիից։ Անի, այս պահի դրությամբ դուք ունեք 3 միավոր, Ռիփսիմեն ունի 5 միավոր եւ Էվելինան ունի 4 միավոր։ Մայրիկներ, առաջին փուլն այսքանով ավարտում ենք եւ տեղափոխվում երկրորդ փուլ։ Ծանոթանանք երկրորդ փուլի կանոններին։ Երկրորդ փուլում մայրիկները կդիտեն տեսանյութ, որից հետո կհնչի 7 հարց։ Դրանց պատասխանները թաքնված են տեսանյութում։ Յուրաքանչյուր ճիշտ պատասխան մասնակցին կբերի 1 միավոր։ Մայրիկների ակումբում սկսված է մեր այսօրվա խաղի երկրորդ փուլը։ Երկրորդ փուլի կանոնները միանգամայն այն են, դուք ծանոթացաք դրանց երի մասնակիցներ, մենք դիտելու ենք տեսանյութ, այսօր խոսում ենք երեխայի առաջին ատամիկների ծկտման մասին, տեսանյութը դիտելուց հետո ես կհնչեցնեմ 7 հարց։ Եթե ուշադիր լսեք տեսանյութը, համոզված եմ 7 հարցին էլ տալու եք ճիշտ պատասխաններ։ Սակայն այստեղ կա առանձնահատկություն ու նրբություն, հարցերին պատասխանելու հնարավորություն կստանա այն մասնակիցն, ով ամենաարագը կսեղմի կոճակ, այսինքն ձեզանից պահանջվելու է նաև ճարպկություն։ Նախ եւ առաջ եկեք միասին դիտենք տեսանյութը։ Երեխայի առաջին ատամիկի ծկտմանը անհամբեր սպասում են գրեթե բոլոր մայրիկները։ Լնդերի այտուսվածություն, կարմրություն, ցավ ու քոր, առատ քրտնարտադրություն, անհանգստություն, ախորժակի բացակայություն եւ քնի խանգարում։ Սրանք առաջին ատամների ծկտման առաջին նախանշաններն են, որոնք հիմնականում ի հայտ են գալիս երեխայի 4-5 ամսականը լրանալուն պես։ Սակայն այս նախանշանները չեն ենթադրում, որ առաջիկա օրերին դուրս կգա այդքան սպասված առաջին ատամը։ Գործընթացն այդ կարող է անգամ ամիսներ տևել։ Առաջի ատամը սովորաբար 6-ից 9 ամսականն է դուրս գալիս, բայց դա այսպես երկաթյա օրենք չի։ Որպես կանոն առաջինը դուրս են գալիս ներքևի կենտրոնական ատամները, երկու կտրիչները, իսկ հետո ծկտում են վերևի 4-ը։
1 տարեկան երեխան սովորաբար ունենում է 8 ատամ։ Ամենադժվարը առաջին 4 սեղանատամների ծկթումն է։ Մինչև 3 տարեկան փոքրիկը պետք է ունենա 20 ատամ։ Երեխայի օրգանիզմի համար սա բավական ծանր մի գործընթաց է, որը հաճախ ուղեկցվում է տարբեր խնդիրներով։ Եթե երեխան սովորաբար պնդիկ երեխա է, որը քիչ է հիվանդանում, ատամ հանելու ժամանակ հանկարծ սկսում է հիվանդանալ, վրա վիրուս, շնչառական վիրուսով, հետո լուծ են գնում, դա նրանից է, որ ծկոտման շրջանում ատամների իմունիտետը ընկնում է երեխայի։ Միևնույն է, մենք պետք է բուժենք ձեռք բերված հիվանդությունը։ Եթե ձեր երեխայի հասակակիցներն արդեն ատամներ ունեն, իսկ ձեր բալիկը դեռևս չունի, խուճապի մատնվել պետք չէ։ Երեխայի առաջին ատամները կարող են ծկթել ինչպես 3 ամսականում, այնպես էլ 1 տարեկանում։ Բայց եթե ձեր փոքրիկը բոլորել է կյանքի առաջին տարին, բայց դեռ ոչ մի ատամ չունի, պետք է անհանգստանալ ու դիմել մասնագետի։ Եթե հղիության ընթացքում չեն ձևավորվել այդ ատամները լինդերի ներսում, իրանք չեն էլ լույս աշխարհ գալ։ Ռախիտը ատամների ծկոտման հետ առանձնապես մեծ կապ չունի։ Այստեղ վիտամին D դեֆիցիտը բերում է կալցիումի պակասին, որը կարող է մի քիչ ուշացնել ատամների ծկոտումը կամ մի քիչ դժվարացնել այդ փուլը, բայց ասել, որ ատամների ուշ ծկոտումը դա ռախիտի միանշանակ նշանն է, չենք կարող։ Հաճախ մայրիկները պարծենում են, որ իրենց երեխայի առաջին ատամիկը շատ շուտ է ծկթել, օրինակ 4 կամ 5 ամսականում։ Մասնագետները փաստում են, որ շուտ դուրս եկած ատամները չափազանց փխրուն են եւ կարող են հեշտությամբ վնասվել կամ կոտրվել։ Ատամների ծկթման շրջանում գրեթե բոլոր երեխաներին անհանգստացնում է լնդերի քորը, որը հաղթահարելու համար փոքրիկները բերանն են տանում ամեն պատահած առարկա։ Մայրիկներն ինչ որ չափով կարող են մեղմել երեխայի լնդերի քորը, օրինակ մերսում կատարելով։ Նախ պետք է լավ լվանալ ձեռքերը, ապա ցուցամատին փաթաթել ստերիլ բինտ, թրջել այն եռացած սառացրած ջրով եւ զգույշ կլոր շարժումներով տրորել փոքրիկի լնդերը։ Սակայն ոչ մի դեպքում խորհուրդ չի տրվում ջուրը փոխարինել սպիրտ պարունակող որևէ լուծույթով, մեղրով կամ քացախով։ Մամաներ կան, որ 2 ժամը մեկ փորձում են իրանց երեխայի ատամներից լինդերի ցավը հանեն, դա իհարկե կարող է բերել երեխայի թունավորմանը։ Լնդերի քորը հանգստացնելու լավ տարբերակ են համարվում նաև ռետինե կամ սիլիկոնե օղակները։ Մասնագետի ցուցումով կարելի է դիմել նաև հատուկ ցավազրկող գելերի օգնությանը։ Կեղևազատված խնձորը, տանձը, գազարն ու կաղամբը ևս հիանալի տարբերակ են երեխաների լնդերի քորը մեղմելու համար։ Իսկ ամենակարևորն այս շրջանում երեխայի նկատմամբ ուշադրությունը, հոգատարությունն ու սերն է եւ իհարկե մայրիկի անսպառ համբերատարությունը։ Կարծում եմ բոլոր ժամանակներում եւ տարբեր իրավիճակներում մայրիկի անսպառ համբերատարությունն իսկապես օգնող գործիք է։ Մայրիկներ կհամաձայնեք ինձ հետ, իսկ հիմա անցնում ենք հարցերին։ Ես հնչեցնում եմ հարցը, դուք սեղմում եք կոճակը։ Սկսեցինք։ Երբ է սովորաբար ծկթում երեխայի առաջին ատամները, Էվելինան առաջինն էր։ 4-ից 5 ամսեկանից սկսած։ Սխալ է պատասխանը Էվելինա, սովորաբար մասնագետները նշում են 6-ից 9 ամսականում, այ 6-ից առաջ 4-5 ամսականը սովորաբար վաղ է համարվում եւ հազվադեպ է հանդիպում։ Անցնում ենք հաջորդ հարցին։ Որոնք են առաջին ատամիկի ծկտման նախանշանները, Ռիփսիմե։ Քորը, քրտատադրությունը, ախորժակի բացակայումը, անհանգստությունը, շարքը իհարկե կարելի է շարունակել, ճիշտ է ձեր պատասխանը։ Անցնում ենք երրորդ հարցին, մայրիկներ։ Որ ատամներն են առաջինը դուրս գալիս։ Անի։ Ներքևին կտրի կենտրոնական ատամները։ Այո, ներքևի կենտրոնական կտրիչ ատամները ճիշտ է Անի պատասխանը։ Հաջորդ հարցը, մայրիկներ։ Ատամի ծկտումը կարող է արդյոք ջերմության բարձրացման կամ լուծի պատճառ դառնալ։ Էվելինա։ Ոչ, չի կարող։ Իմունիտետի անկման պատճառ է դառնում, որի հետևանքով էլ կարող են հիվանդություններ ձեռք բերել երեխաները։ Շատ ճիշտ է պատասխանը, իսկ շատ մայրիկներ կարծում են, որ բարձր ջերմություն, առողջական խնդիրները ատամի հետ է կապված եւ մասնագետին չեն դիմում, այնինչ միայն կարող է իմունիտետ իջեցնել, ինչի ֆոնի վրա տարբեր հիվանդություններ գլուխ բարձրացնել եւ ինչպես մասնագետը նշեց, պետք է բուժել այդ հիվանդությունը եւ ոչ թե սպասել։ Մայրիկներ, հաջորդ հարցը հնչում է այսպես. երբ պետք է անհանգստանալ։ Էվելինա։ Երբ ավելի վաղ աճեն ատամները, ասենք 4 ամսեկանից սկսած եւ ավելի ուշ աճեն ատամները, այսինքն 1 տարեկանում արդեն բալիկը չունենա ոչ մի ատամ, դա արդեն կլինի որոշակի վիտամինների պակասի հետևանք։
վիտամինների պակասի հետևանքով եւ նշեց նաեւ մասնագետը մայրիկի ընդունած վիտամինների պակասով հղիության ընթացքում միգուցե սաղմային ատամները չեն ձևավորվել։ Հաջորդ հարցը. Ինչ քայլեր պետք է ձեռնարկի մայրիկը երեխայի լնդերի քորը նվազեցնելու համար, Անի։ Պետք է ստերիլ բինտ փաթաթի մատին եւ եռացրած առեցրած ջրով մերսումներ կատարի, նաեւ կան խաղալիքներ եւ սիլիկոնից օղակներ, որոնք կարող է օգտագործել։ Ճիշտ է պատասխանը, Անի։ Մայրիկներ, մնաց ընդամենը 1 հարց եւ ես շտապում եմ հնչեցնել այն։ Կարելի է արդյոք երեխայի լնդերը մերսել սպիրտ պարունակող լուծույթով, Անի, դուք առաջինն եք։ Ոչ, չի կարելի, քանի որ դա կարող է առաջացնել թունավորում երեխայի մոտ, պետք է միայն ջրով մերսել։ Ճիշտ է պատասխանը, նաև մեղրաջուրը չի կարելի, քացախաջուրը, շատ տարածված սխալներ են սրանք։ Շնորհակալություն մայրիկներ, երկրորդ փուլն էլ ավարտվեց, կարող ենք հանգիստ շունչ քաշել եւ ծանոթանալ իհարկե ձեր միավորներին։ Սկսենք Անիից։ Անի, այս պահի դրությամբ դուք ունեք 6 միավոր, Ռիփսիմեն ունի 6 միավոր եւ Էվելինան 6 միավոր։ Փաստորեն երկու փուլերի արդյունքում մեր մասնակիցներն ունեն հավասար միավորներ։ Հավասար միավորները ենթադրում են, որ երրորդ փուլի ընթացքը շատ հետաքրքիր է լինելու մայրիկներ, ուստի առաջարկում եմ ժամանակ չկորցնել եւ տեղափոխվել երրորդ փուլ։ Ծանոթանանք երրորդ փուլի կանոններին։ Երրորդ փուլում մայրիկներն առաջադրանք կստանան։ Գործընթացին կհետևի մասնագետը։ Փուլի ավարտին նա կգնահատի մասնակիցների կատարած աշխատանքը։ Այս փուլը յուրաքանչյուրին կարող է բերել նվազագույնը 1, առավելագույնը 5 միավոր։ Մայրիկների ակումբում սկսված է մեր այսօրվա խաղի վերջին փուլը, անչափ հետաքրքիր է լինելու վերջին փուլը, որովհետև մայրիկներն ունեն հավասար միավորներ։ Սիրելի մայրիկներ, այսօր խոսելու ենք շատ կարևոր թեմայի մասին՝ երկրաշարժ։ Ինչպիսին պետք է լինի ձեր արձագանքը եւ ինչ գործողություններ պետք է կատարեք երկրաշարժի ժամանակ։ Դուք մայրիկ եք, իսկ մայրիկը պետք է տեղեկացված լինի նաեւ այս թեմաների վերաբերյալ, սա շատ կարևոր է։ Ձեր տված պատասխանները կմեկնաբանի մեր այսօրվա հյուրը, ում շտապում եմ հրավիրել տաղավար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն գործակալության գլխավոր մասնագետ Հասմիկ Կիրակոսյանը։ Ողջույն Տիկին Կիրակոսյան, անչափ շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք, որովհետև հուսանք առաջիկա րոպեների ընթացքում մենք կարևոր գործ ենք անելու, իհարկե մեր 3 մասնակից մայրիկների օգնությամբ։ Դուք արդեն գիտեք, որ մենք խոսելու ենք երկրաշարժի մասին եւ քիչ հետո նաեւ մենք լսելու ենք ձեր մեկնաբանությունները եւ այն միավորները, որոնք կտակ մեր մայրիկներին հաշվի առնելով նրանց տված պատասխանները։ Նախ առաջարկում եմ լսենք մայրիկներին եւ սկսենք մեր առաջին մասնակցից Անիից։ Անի, լսել եք թեման, հիմա մենք լսում ենք ձեզ։ Ինչ կանեիք դուք երկրաշարժի դեպքում։ Գործողությունների հերթականությունը խնդրում եմ նշեք։ Որ մենք ապրում ենք բնակարանում, մեր բնակարանը 3-րդ հարկում է, քանի որ ես գիտեմ, որ առաջինից 3-րդ հարկերի ապրողներին հիմնականում խորհուրդ է տրվում, որպեսզի շենքը լքեն, եւ լքելուց հետո պետք է անպայման գնալ ինչ-որ ամայի տարածություն, որտեղ որ այլ շինություններ չկա։ Իսկ ավելի բարձր հարկերում ապրողները պետք է տան հիմնական սյունի ուղղակի թաքնվեն կամ օրինակ վանան կարելի է եթե կարող են շարժել, այո, այդտեղ թաքնվեն։ Անի, դուք նշեցիք, որ ապրում եք 3-րդ հարկում, ունեք երեխա, եթե լինի երկրաշարժ, ինչ կանեք, առաջին գործողությունը որը կլինի ձեր։ Քանի որ գիտեմ մեր շենքը այդքան էլ սեյսմակայուն չի եւ կարող են երբ որ ես երեխայից վերցնեմ եւ իջնեմ աստիճաններով, ինձ թվում է աստիճանները արդեն կփլվեն, դրա համար ինձ թվում է ես ավելի շուտ երեխայից կգրկեմ եւ կկանգնեմ տան հիմնական սյան տակ, այսինքն այդ հատվածում ինձ թվում է այդպես ավելի նպատակահարմար կլինի։ Դուրս չեք Ոչ, քանի որ աստիճանները հուսալի չեն իմ կարծիքով։ Այ ասացիք, որ շենքը որտեղ բնակվում եք, ձեր կարծիքով սեյսմակայուն չէ։ Ինչից եք սա հասկացել, ձեզ ասել են, փոխանցվել է տեղեկատվությունը, թե դուք ասենք աչքով նայելով գնահատում։ Աչքով նայելիս էլ երևում է, ինձ թվում է Հայաստանի Հանրապետություն դեռևս այդպիսի շենքեր շատ կան։ Շատ լավ։ Այո։ Շնորհակալություն պատասխանի համար։ Լսենք մեր երկրորդ մայրիկին, Ռիփսիմե։
Ես կարծում եմ, որ խոճապի մատնվել պետք չէ, բայց դա դժվար կլինի։ Ուղղակի ես ի տարբերություն մեր առաջին մասնակցի, մենք ապրում ենք սեփական տան մեջ, ու ես գիտեմ, որ մեր տունը սեսբակայուն է ու վտանգավոր չէ։ Ես ուղղակի կկանգնեմ, ինչպես ինքը ասեց, կկանգնեմ մեր ապահով այդ սյան տակը կամ դուրս կգամ փողոց, մեր բակը, այդպես։ Դուք ինչից գիտեք, որ ձեր տունը սեսմակայուն է։ Գիտեմ, որ լավ է կառուցված, ամուր պատեր ունի, տան ներսի պատերն էլ 2 պատ է, ես գիտեմ, որ լավ են կառուցել մեր պապերը։ Հիմա գիտեք օրինակ, թե որ պատի տակ կոնկրետ Այո, կկանգնեիք գիտեմ։ տուն։ Գիտեք արդեն։ Մեր տան մեջտեղի պատի տակ։ Շատ լավ։ Եվ լսենք մեր երրորդ մասնակցին Էվելինային։ Պարտադիր նախապայման համարում եմ խոճապի չմատնվելը, երեխային գտնել մեր մոտ պահելը, քանի որ բարձրահարկ շենքում, լինենք բարձր հարկում, չեն կարող դուրս գալ, որովհետև պայմանները քիչ են, վերելակ նստել չի կարելի, չի խրախուսվում եւ միջև առաջին հարկ հասնելը երկար ժամանակ կա։ Դրա համար կգտնենք տանը այնպիսի անկյուն, ապահով անկյուն, հիմնական սյունն է հարմարվում դա, այնտեղ կկանգնենք, եթե չգիտենք դա որն է, երևի թե սեղանի տակ կամ նմանատիպ հարմար տեղեր, եթե լինենք առաջին հարկերում, առաջինից երրորդ հարկում, վերցնել համապատասխան փաստաթղթեր, մի քանի հագուստ, կերակուր եւ երեխային պարտադիր միասին դուրս գալ, գտնվել շենքերից հեռու, եթե մեքենա ենք վարում, մեքենայով շենքերից ավելի հեռու գտնվել, այդպես։ Այդ ամեն դեպքում այնպես անել, որ ոչ երեխան խոճապի մատնվի, չվազենք, իրար չհրենք, այդպես։ Շնորհակալություն պատասխանի համար, Տիկին Կիրակոսյան, մենք լսեցինք 3 մայրիկներին էլ, պատասխանները փաստորեն հիմնական կար մեկ տարբերակ, որը նույնն էր 3-ի պարագայում էլ, սա գտնել տան համապատասխան սյունը, ամենահաստ հիմնական սյունը եւ կանգնել դրա տակ։ Էվելինան ավելացրեց նաեւ, առաջին անհրաժեշտության իրեր վերցնել, եթե իհարկե առաջին հարկում եք եւ կա այդ հնարավորությունը։ Սկսենք երևի նախ Անիի պատասխանը ուսումնասիրելուց եւ գնահատելուց նաեւ։ Անի պատասխանը բավականին ամբողջական էր, այն իմաստով, որ նա կարողացավ ճիշտ մեկնաբանել, եթե գտնվում է երրորդ եւ ավելի բարձր հարկերում, ինչպես պետք է իրեն դրսևորի։ Շատ ճիշտ էր նաեւ այն հանգամանքը, որ եթե դրսում լինի, անպայման պետք է գնա բաց տարածություն, ամայի տարածություն, որովհետեւ դրսում գտնվելը դեռ այո, անվտանգ չէ։ Անին ասաց, որ եթե տանը կա համապատասխան վաննա հնարավոր է շրջել, դրա տակ մտնել նաեւ։ Գիտեք, դա մի քիչ իրատեսական չէ, որովհետև դուք ինչպես եք պատկերացնում, ասենք դա այդպես տեղափոխություն իրականացնել, սակայն պատասխանի մեջ կար այն տարը, որ կարելի է որևէ առարկա, որը կարող է պաշտպանել, այսինքն դա կարող է ամուր սեղան լինել կամ նմանատիպ, մտնել դրա տակ, եթե այդ առարկան դրված է հիմնական կրող կազմող պատի տակ, որովհետև շատ կարևոր է այդ առարկան, թե որտեղ է դրված։ Այդ իմաստով, այո, կարելի է այս պատասխանը ոչ թե սխալ, այլ թերի։ Որևէ իրի ամուր իրի տակ մտնել։ Այո։ Շատ լավ։ Ռիփսիմեի պատասխանը։ Ռիփսիմեն ասաց, որ իրենք բնակվում են սեփական տանը, ես որքան հասկացա, դա երևի թե 1 կամ 2 հարկանի մեկ հարկան։ Այս պարագայում ճիշտ կլինի, որ միանշանակ իրենք դուրս գային, որովհետև առաջի երկրորդ հարկերում գտնվող մարդիկ ժամանակահատվածը երկրաշարժ հետատանում այնպեսին է, որ թույլ կտա նրանց դուրս գալ այո, հատկապես սեփական տնից եւ բնականաբար շատ ավելի անվտանգ կլինի, եթե նրանք գտնվեն բաց տարածությունում։ Այս իմաստով խորհուրդ կտայինք, որ նա փորձեր դուրս գալ շենքից։ Տունը չմնայեք Ռիփսիմե, միանգամից տնից պետք է դուրս գալ, հատկապես այդ հնարավորություն ունեք, թե Ռիփսիմեն ասես, որ տունն ապահով է, ամուր է, բայց այնուամենայնիվ այդ պահին երևի եթե կշեռքի նժարին դնել, հաստատ կհաղթի տանից դուրս գալու տարբերակը։ Իհարկե, միանշանակ։ Եվ Էվելինայի տարբերակը, Էվելինան փաստորեն կրկին նշեց հասցյան տակ մտնելը, նշեց եթե առաջին հարկում ես նաև, հետդ առաջին անհրաժեշտության իրեր վերցնել, երեխային գտնել, խոճապի չմատնվել։ Էվելինայի պատասխանի մեջ ինձ շատ դուր եկավ հենց այդ հանգամանքը, որ նա նշեց առաջի անհրաժեշտության պարագաների մասին, որովհետև սա
վարքականոնների, սեզմապաշտպանության վարքականոնների կետերից մեկն է, քանի որ մենք չգիտենք ինչ ուժգնության երկրաշարժ կլինի եւ ինչ ավերածություններ են հնարավոր, բնականաբար խորհուրդ է տրվում յուրաքանչյուրին իր բնակարանում ունենա նման առաջի անհրաժեշտության պայուսակ, որի մեջ պետք է նախապես որոշակի առարկաներ դնել եւ հնարավոր ուժեղ երկրաշարժի պարագայում շատ արագ այդ ամենը վերցնել եւ դուրս գալ, որովհետեւ ել եմ ասում չգիտենք ինչ տեղի կունենա եւ մենք որքան ժամանակահատված ենք ստիպված լինելու մեր կարիքներ ինքներս հոգալ։ Այդ իմաստով շատ ավելի ամբողջական էր եւ ճիշտ։ Երկրաշարժից պաշտպանվելու վարքականոնները հիմնականում 3 մեծ խմբի են բաժանվում, այսինքն գործողություններ, որոնք պետք է կատարել մինչև երկրաշարժը, գործողություններ, որոնք պետք է կատարել երկրաշարժի ժամանակ, հենց այդ տատանումների, եւ գործողություններ, որոնք պետք է կատարել երկրաշարժից հետո։ Ամենակարևորները չմոռանանք, որ մարդիկ տուժում են ոչ միայն ավերածություններից շենքի, այլ նաեւ այն առարկաներից, որոնք շրջապատում են մեզ, հատկապես եթե ունեն բնակարանում փոքրիկ երեխաներ եւ այդ երեխաները կարող են այդ առարկաներից շատ լուրջ տուժել։ Այսինքն, վերցնենք մահճակալի օրինակը, որտեղ է դրված մահճակալը, արդյոք այն ապահով անկյան տակ է դրված, ասենք պատուհաններից կամ հայլիներից հեռու, կամ գլխավերևում, ինչ որ ծանր առարկա, տարբեր առարկաներ կարող են փակցված լինել կամ ոչ, կամ ինչ որ մեծ առարկաներ, որոնք կարող են շուռ գալ տատանման ժամանակ եւ վնասել երեխային։ Կարևոր է յուրաքանչյուրը իր ընտանիքի անդամների հետ պայմանավորվի հնարավոր հանդիպման վայրի մասին, որտեղ երկրաշարժը կարող է տեղի ունենալ օրվա ցանկացած ժամին, երբ ընտանիքի անդամները գտնվում են տարբեր վայրերում։ Այս իմաստով արդեն նախապես, երբ որ գիտեն, թե որտեղ կարող են մեկը մյուսին հանդիպել, չմոռանանք, որ կարող է կապի միջոց չլինել, այդ ամենը խաթարվի։ Դրա համար նախապես պետք է ընդհանրապես պայմանավորվել։ Ինչպես նաև շատ կարևոր է որոշել նախապես բնակարանի ապահով անկյունները։ Տեսեք, մեր մայրիկները նշեցին սյան մասին, բայց արդյոք կարելի է սյուն միայն օգտագործել։ Կարող է այդ սյունը ուղղակի ոչ թե հիմնական կրողսյուն է, այլ այսպես ասենք դեկորատիվ բնույթ է կրում եւ դա այնքան էլ անվտանգ չէ։ Նախապես է պետք որոշել այդ հիմնական կրող պատերով կազմած անկյունները կամ հենասյուները, որոնք են, որտեղ կարելի է սպասել ուժեղ երկրաշարժի տատանումների ժամանակ։ Այս ամենը էլ եմ ասում սկզբից եք որոշում, հետո որոշում ենք, թե երկրաշարժի ժամանակ ամենաանվտանգ եւ արագ դուրս գալու ուղին որն է լինելու։ Թեկուզ առաջի հարկի բնակչի համար դա կարող է լինել պատուհանը եւ ոչ թե։ Այո, եւ այստեղ կարեւոր է, որ ապակիները, պատուհանները երկաթե ծաղավանդակներով բացվող լինեն։ Այո, դրանք անպայման բացվող լինեն, որ մարդը շատ արագ կարողանա ուղղակի պատուհանից դուրս գալ, ցատկել։ Շնորհակալ եմ ձեզ հարցազրույցի համար։ Հիմա ժամանակն է, որպեսզի դուք միավորներ տաք մեր մասնակիցներին։ Սկսենք Անիից։ Կարելի է բոլորին էլ նշանակել 5։ 5 միավոր, 5 միավոր, 3 մայրիկներին էլ շնորհակալ եմ անչափ հարցազրույցի համար, հուսամ մեր հեռուստադիտողները կմտապահեն ձեր տված խորհուրդները եւ անհրաժեշտության դեպքում կկարողանան ճիշտ գործողությունների հետևել։ Մայրիկներ, եկեք պարզենք, թե այս պահի դրությամբ քանի միավոր ունեք դուք։ Անի, դուք ունեք 11 միավոր, Ռիփսիմեն ունի 11 միավոր, Էվելինան ունի 11 միավոր։ Տիկին Կիրակոսյան, անչափ շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, մաղթում եմ ձեզ հաջողություն, իսկ ձեզ սիրելի մայրիկներ, առաջարկում եմ ամփոփել մեր այսօրվա խաղը։ Մայրիկների ակումբում երրորդ փուլը եւս կարելի է համարել ավարտած, անչափ հավասար խաղ այսօր ունեցանք սիրելի մայրիկներ, երկրորդ փուլից փաստորեն արդյունքները պահպանվեցին եւ մասնագետի տված միավորներով մենք այսօր ունենք 3 տեղեկացված մայրիկներ։ Մայրիկների ակումբում իհարկե մենք երբեք չենք կարևորում, որ մայրիկը հավաքեց շատ թվով միավորներ, ով ավելի քիչ, որովհետև հաղթողներ ու պարտվողներ մեր ակումբում չկան։ Մենք բոլորս մայրիկ ենք, ուրեմն մենք բոլորս հաղթողներ ենք։ Կրծքանշանները ձեզ պարբերաբար կհիշեցնեն, որ դուք մասնակցել եք մայրիկների ակումբին։ Շնորհակալություն մասնակցության համար։ Հաջողություն։ Շնորհակալություն։ Մայրիկների ակումբը շարունակում է փնտրել խելացի, տեղեկացված ու բանիմաց մայրիկների։ Եթե կարծում եք, որ այդպիսին եք, շտապեք մասնակցել մեր խաղին։ Գտեք մեզ Facebook սոցիալական ցանցում եւ առանձին նամակով ուղարկեք մեզ ձեր տվյալները, եւ մենք կհանդիպենք մայրիկների ակումբում։